Իրանում նավթի պահեստների պայթյուններից ու երկինքը սևով պատվելուց հետո մթնոլորտ արտանետվեցին մեծ քանակությամբ թունավոր նյութեր, ծծմբի եւ ազոտի օքսիդներ։ Թեհրանում այսպես կոչված նավթային անձրևներ տեղացին։ Հայաստանի օդերևութաբանները շտապեցին փարատել մտահոգությունները։ Առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի Հայաստան օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում եւ չկա ռիսկ, որ թթվային թունավոր անձրևները կհասնեն Հայաստան։ Մինչև մարտի 11-ը մեր երկիրը գտնվելու է հյուսիս-արևելքից Ղազախստանից ներթափանցող ցուրտ հոսանքի ազդեցության գոտում։ Սակայն եթե քամին փոխի հոսանքի ուղղությունն ու մի քանի 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թեհրանից թունավոր ածխաջրածնային միացություններով աղտոտված օդը հասնի մեր երկիր, առողջական ինչ խնդիրներ կարող են առաջանալ։ Եթե համարենք, որ նրանք գալիս են, բնականաբար այդ փոքր մասնիկները, եթե ընկնում են շնչուղիներ, դրանք նստում են շնչուղիներում եւ նպաստում քրոնիկ փոփոխությունների առաջացմանը։ Առանց հարևան Իրանից թունավոր օդային հոսանքների ներթափանցման էլ մեր երկրում օդի աղտոտվածության մակարդակը մի քանի տարի է մտահոգիչ է։ Փոշու ու թունավոր նյութերի առկայությունը մթնոլորտում թույլատրելիից մի քանի անգամ բարձր է, իսկ աղտոտված օդ շնչելը մեծ վնաս է հասցնում առողջությանն ու շնչառական ծանր հիվանդությունների պատճառ դառնում։ Հիմնական վտանգը ներկայացնում են մանր մասնիկները, որոնք արտազատվում են մեքենաներից, շինարարության ժամանակ արձակվող այդ մանր մասնիկներն են, որոնք կարող են հասնել մանր բրոնխներին եւ թիրախավորել մանր շնչուղիները եւ դրանց խցանման հետևանքով էլ առաջանում են հիվանդությունները, ինչպիսիք մարդկանց մեջ հայտնի քրոնիկ բրոնխիտներն են կամ ասթմայի սրացումները։ Աղտոտված օդում մեծ են փոշու մասնիկներն ու ավտոմեքենաներից արտանետված գազերը։ Ավտոմեքենաների քանակը տարեցտարի ավելանում է, իսկ կառուցապատողներից շատերը շինհրապարակներում չեն պահպանում սահմանված նորմերն ու փոշեկուլ ցանցեր չեն անցկացնում։ Այդ պատճառով շնչառական հիվանդությունները համարվում են ամենատարածվածը։ Խոցելի խումբ են համարվում երեխաները։ Երեխաները ավելի ցածրահասակ են, իսկ ավելի ցածր մակարդակի վրա տարբեր նյութերի խտությունը ավելի բարձր է։ Երկրորդը, երեխաները ավելի մեծ պահանջարկ ունեն թթվասնի, դրա համար ավելի հաճախ են շնչում եւ դրա համար ավելի շատ են կլանում այդ վնասակար նյութերը։ Շնչառական հիվանդությունների թիվը նվազեցնելու համար նախ պետք է օդի որակը բարելավել, ասում են մասնագետները։ Մինչև այդ մանկական ու մեծահասակների առողջության մասնագետները միավորում են ջանքերը, ստեղծելով ազգային կոալիցիա, որը նաև մաս կկազմի եվրոպական կոալիցիայի։ Հիմնական նպատակը նա է, որ մենք կարողանանք համատեղ իրականացնել ծրագրեր ունենալով մեկ ծրագիր, որը ուղղված է մեր բնակչության առողջությանը եւ այդ ուղղությամբ շատ կարևոր է, որ մենք կարողանանք նվազեցնենք հաշմանդամությունը եւ մահացությունը, որովհետեւ ցավոք այս հիվանդությունների շնչառական հիվանդությունների խմբում կան մի շարք հիվանդություններ, որոնք ունեն բավականին ծանր ընթացք։ Շնչառական բժշկության ապագան խորագրով ֆորումը մեկ հարկի տակ է համախմբել մեր երկրի ու արտասահմանի լավագույն մասնագետներին քննարկելու շնչառական առողջության գլոբալ մարտահրավերները, երեխաների շնչառական խնդիրները, շրջակա միջավայրի ազդեցության, մանկական եւ մեծահասակների թոքաբանական վիրաբուժության հարցերը։ Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։